Շատ կարևոր է հասկանալ, որ այն մարդը, ով ուզում էր Մարգարիտը գնել, վաճառական էր։ Նա զբոսաշրջիկ չէր։ Ռութը եւ ես հենց նոր Հավայան կղզիներից ենք եկել եւ այնտեղ խանութներ կան, որոնք մարգարիտներ են վաճառում զբոսաշրջիկներին։ Եվ այդ զբոսաշրջիկներից շատերը մեկ մարգարիտը մյուսից չեն տարբերում։ Նրանց հեշտ է խաբել, բայց այս մարդուն հնարավոր չէր խաբել, նա վաճառական էր, նա իր ամբողջ կյանքում մարգարիտներով էր զբաղվել եւ մի օր հանդիպեց այս աներևակայելի գեղեցիկ մարգարիտին, պահեց այն իր ձեռքում եւ ասաց. Ես քեզ եմ ուզում։ Դու ամենակատարյալ մարգարիտն ես, որ երբևէ տեսել եմ։ Նա հարցրեց գինը եւ դարձյալ գումարը հավաքելու համար պետք է վաճառեր իր ունեցած ամեն ինչ։ Եվ այսպես մենք պատկերացնում ենք, թե նա ինչպես է վերադառնում կնոջ մոտ. Սիրելիս, մենք վաճառելու ենք մեր ունեցած ամեն ինչ։ Ինչի համար։ Ուզում եմ մարգարիտ գնել, մեկ մարգարիտ, դու ուզում ես մեր տունը, մեր կահույքը, մեր հագուստը, մեր անասունները, մեր ֆերման վաճառել ընդամենը մեկ մարգարիտի համար։ Օ, ասաց նա, դու մարգարիտը չես տեսել, սպասիր մինչև տեսնես մարգարիտը։ Դե սա պարզապես մի քիչ երևակայական պատկեր էր։ Հիմա ես հավատում եմ, որ սա պատկեր է այն գնի, որը Հիսուսը պատրաստ էր վճարել մեզ փրկագնելու համար։ Դա նրան արժեցավ իր ունեցած ամբողջը։ Դա խելահեղ էր թվում։ Ինչ տեսավ նա մեր մեջ, որ այդքան շատ վճարեց։ If you like to take it a little further, you can give a double application. Եթե ուզում եք մի քիչ ավելի առաջ գնալ, կարող եք կրկնակի կիրառություն տալ։ Արտի մեջ եղած գանձը Աստծո նախատեսած ժողովուրդն է, թաղված այս աշխարհում։ Մատթեոս 13-ում մեկից ավելի անգամ ասվում է արտը աշխարհն է։ Հիսուսը մահացավ ամբողջ աշխարհի համար, բայց նա աշխարհը չէր ուզում։ Ինչ էր նա ուզում։ Աշխարհի մեջ եղած գանձը։ Որն է այդ գանձը, Աստծո ժողովուրդը։ Բայց գանձը ձեռք բերելու համար նա պետք է գներ արտը։ Արտը գնելը նրան արժեցավ ամեն ինչ։ Հետո եթե մտածեք մարգարիտի մասին եւ նկատի ունեմ, որ սա հասկանալու մեկից ավելի ձև կա, բայց ես մարգարիտը տեսնում եմ որպես ընդամենը մեկ փրկագնված հոգի։ Եվ ես հասկանում եմ, որ մեկ հոգին Աստծո աչքում այնքան արժեքավոր է, որ եթե ամբողջ պատմության ընթացքում փրկվեր միայն մեկ մարդ եւ այդ մարդը դու լինեիր, Հիսուսը քեզ համար կմահանար։ Մենք որևէ կերպ չենք կարող ըմբռնել այն արժեքը, որ Աստված տալիս է մարդկային հոգուն։ Նրա համար դա մեծ արժեք մարգարիտ է։ Այժմ դիտարկենք այն գինը, որը Հիսուսը վճարեց։ Նոր կտակարանը շատ հստակ ասում է տարբեր տեղերում, նա պետք է հեղեր իր սեփական թանկագին արյունը։ Դա միակ գինն էր, որը կարող էր հետ գնել գանձը եւ մարգարիտը։ Գործք առաքելոց 20-րդ գլխի 28-րդ համարում Պողոսը խոսում է Եփեսոսի եկեղեցու երեցների հետ եւ զգուշացնում նրանց իրենց պատասխանատվության մասին։ Եվ սա իրական զգուշացում է մեզ, ովքեր Աստծո ժողովրդի առաջնորդներ ենք։ Պողոսն ասաց Գործք առաքելոց 20-րդ գլխի 28-րդ խոսքում. զգույշ եղեք ինքներդ ձեզ համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Ով ձեռք բերեց։ Աստված, որն էր գինը։
իր սեփական արյունը։ Եվ սա շատ լուրջ պատվիրան է մեզ համար, ովքեր առաջնորդում են Քրիստոսի մարմնում։ Հիշեք, գործ ունենք մարդկանց հետ, որոնց Աստված այնքան բարձր է գնահատել, որ Հիսուսն իր արյունը վճարեց նրանց փրկագնելու համար։ Երբեք չմոլորվենք Աստծո ժողովրդի հետ։ Եկեք գիտակցենք մեր պատասխանատվության լրջությունը, բայց հատկապես այս գիշեր ուզում եմ ընդգծել Աստծո ժողովրդին գնելու համար Հիսուսին արժեցավ իր կյանքի արյունը։